կարա լինի այստեղ խաղաղություն, որտեղ դա fake գաղափար է։ Մանա, ինչ-որ կուտ է, էլի, չգիտեմ ոնց եք թարգմանում։ Զբաղացնում են մարդկանց։ Խաղաղությունը լինում է ուրիշ ձև։ Բայց այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա, դա խաղաղություն չի։ Խաբեություն է։ A-News ասացիք։ Ինձ համար բոլոր ազգերն էլ ազգեր են, բայց ամեն ինչը չափ ու սահման ունի։ Երբ որ ինչ որ մի բան քոնը չի, դա քոնը չի։ Ես համարում եմ, որ ամեն մարդ պետք է ունենա թասիբ, նամուս, այսինքն չափի զգացողություն։ Եթե սա իմս չի, ես վերցնեմ, ես գող եմ, ճիշտ է։ Չեմ ուզում բնորոշեմ, որ իրանք ինչեր են անում, ադրբեջանցիներին, թշնամաբար կարող եմ ասել չեմ վերաբերվում, բայց լավ էլ չեմ վերաբերվում։ Մահ չեմ ուզում բացարձակ, ոչ մի ձևի մահ չեմ ուզում, պատերազմ չեմ ուզում։ Կուզեի, որ մարդիկ հասկանային, որ դարձի գային, ամենաճիշտը դարձի գային, որ Աստծո առաջ բոլորս հավասար ենք։ Այսօր մի փոքր հողի համար չի կարելի կյանք խլել, ինչ-որ ամեն ինչը ուրանալ, գերեզման քանդել եւ այլն եւ այլն։ Դեմ չեմ թող ապրեն այդ մարդիկ, բայց վերցնեն իրանցը, այն ինչը որ իրանցն է, ոչ թե ուրիշինով դառնան իրանք։ Ես հուսով եմ դուք ինձ հասկանում եք։ Ես նույնիսկ հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ ադրբեջանցիները Հայաստանում ապրում էին, իրանք մեծ ձմերուկներ էին վաճառում, ես անգամ նկար ունեմ իրանց հետ, որ իրանք ինձ նստացրեցին այդ իրանց ձմերուկի վրա ու նկարեցին։ Չեմ կարող ուրանալ, լավ մարդիկ էլ շատ կային, հարևաններ ունեինք ադրբեջանցի, բայց ոչ մեկ ապահովագրված չի այսօր, որ այդ լավ մարդիկ կարող են հոսքի տակ չընկնեն ու նորից նույնը չկրկնվի։ O qədər yaralar qoyublar ki, olar bizim ürəyimizdə. Yəni mənəvi olaraq, mənəvi düşünsək, məncə nə bilim, hardasa siyasət tərəfdən baxsaq yaxşıdır. Amma mənəvi olaraq özümüzün dəyərlərimizi fikirləşsək, bizə çəkdirdikləri o acılar, onlar yəni dərin yaralar buraxıb da məncə. Իմ համար ցավոք ես չեմ կարծում, որ մենք կարող Ադրբեջանի դառնանք ոսկի համաձուլվենք, էլի պրոցեսովա կառավարությունն է տանում դրան, բայց ամեն դեպքում մեր ազգը քիչ թասիբով ազգ է, էլի չեմ կարծում, էլի որ գնա հետևից։ Նու առաջ Աստված, Չգիտեմ, մտածելը պետք, բայց ամեն խնդիր լուծում ունի։ Մի լավ որ մտածեն, ինձանից խելացի մարդիկ հաստատ լուծում կգտնեն։ Մենք սիրում ենք խաղաղություն, մենք խաղաղություն ենք առաջարկում, Ադրբեջանը կռիվ է առաջարկում։ Տալիս է պանյակ, որ բաներ է դնում դեմներս, որ եթե չլնի հետի, պատերազմ կլինի։ Պատերազմը լավ չի, վաղը միսօրը կարող է պատերազմ լինի, պրոբլեմ առաջանա, էլի կարող է լավ չլինի։ Հետա հիմնականը Ադրբեջան, Արմենիա Это լավ չի вообще։ Նու ոնց որ ադրբեջանցիները ստեղ են եղել, այն ժամանակ որ խաղաղ ապրում են, բայց այնքան հարամ եղավ, էլ հնարավոր չի։ Իմ կարծիքը դա չի ստացվել, ինչ ասել, չի ստացվել։ Չգիտեմ, բայց ռուսների հետ իշքան մոտիկ ենք, էլի ժողովուրդը, թեկուզ ուկրաինացի, թեկուզ բելարուս, բայց դրանց հետ էլ չի ստացվել։ Մարդասպանություն է եղել, իրար տվես սպանել են, էլ ոնց կստացվի, այդքան գերիներ ունենք ընդեղ, բա։ Դժվար է, մենք դրանց հետ միտեղ շատ դժվար է համատեղվելը։ Նույնիսկ բարևել դեռ չեմ ցանկանա իրանցել, սենց ասեմ։ Yəqin ki, sülh müqaviləsi bağlansa yaxşı olar. Yəni, müharibə olmaz, ən azı sabitlikdir, sakitlik olar. Hər bir şəxs yaşayırıq Azərbaycanda, gözəl bir dövlətimiz var. Hər şey yaxşı olar inşallah.
hər iki tərəf üçün bu çox önəmli bir addım olar. Mənə elə gəlir. Həm onlar üçün, həm bizim üçün çox önəmli olar bu. Հայրենոց են ասում Աջեմսը։ Հույսով ենք լավ կլինի, լավ հույսեր ենք պահպանում։ Խաղաղություն Ադրբեջանի հետ։ Խաղաղությունը մի քիչ դժվար կլինի։ Չի լինի խաղաղություն։ Կլինի, կարող է եւ լինի։ Եթե ոչ մի տարածք չհազնենք, լրին նույնը լինի, շատ լավ կլինի։ Եթե տարածք էլի պետք է հանձնենք թուրքերին, դա պետք չէ խաղաղությունը մեզ։ Հա, ինչքան մեր տարածքը կա, պահպանենք, այդ խաղաղությունը էլի հնարավոր է լինի։ Բայց եթե նորից վերցրած է չի տա։ Դժվար վերցրած է։ Ինչքան մեզ տարածք ունենք, պահպանվի, համաձայն ենք խաղաղությանը, խաղաղությունը սլավան չի։ Խաղաղությունը բոլորին է կանցնի 30 տարի, թե հայերը, թե ադրբեջանցիները իրանց հարց կտան իրար, ինչու համար պատերազմ արեցին, ինչու համար զոհվեցին, անուն ինչի։ Այդտեղ հարցեր շատ կբա, հարցեր շատ կա այդ հարցերի մեջ, որը կարող է ընդհանրապես խորանալ։ Պատերազմը շատ վատ բան է, բայց պետք է հասկանալ սկիզբը պատերազմի եւ վերջը։ Մենք հարևաններ ենք, պետք է իրար հետ ոչ մեկ ոչ էլ ադրբեջանցիները հեռու չեն փախնելու։ Խաղաղությունը բարդ գործընթաց է, միանվագ ասել, որ այվաղը կստորագրենք ու խաղաղություն կլինի, դա մոտ չի իրականությանը։ Կապրենք, կտեսնենք։ Հաջորդ увидим։ Çox gözəl dəyərləndirirəm və başa düşürəm ki, bu gələcəkdə Azərbaycan üçün bir coğrafi məkan olaraq qonşu ölkədir. Yəqin ki, müharibəni dayandırsaq yaxşıdır. Մեր կառավարությունը իհարկե ձգտում է խաղաղության, եթե կարողանա պայմանավորվի Ադրբեջանի հետ, կկնքեն պայմանագիր, խաղաղության պայմանագիր։ Եթե իհարկե Ալիևն էլ համաձայնվի ու այնպիսի պայմաններ լինի, որը լինի երկու կողմի համար էլ ընդունելի։ Ոչ մի ձև չեմ պատկերացնում նման բան։ Եղել է, կա հիմա ու լինելու է միշտ։ Դա միշտ լինելու է հավերժական է։ Թշնամությունը միշտ լինելու, միշտ։ Այդքան է։ Ես Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն չեմ տեսնում ընդհանրապես սկզբունքորեն, որովհետև Ադրբեջանը դա նույն Թուրքիան է, Թուրքիայի նպատակը ուրեմն Թուրանի վերականգնումն է, Թուրանը իրենից ներկայացնում է Ուրալից մինչև Ալթայյան լեռներ ընկած տերիտորիան եւ նրանք պետք է անցնեն Հայաստանի վրայով։ Հայաստանը եւ հայերը սկզբունքորեն իրենց խանգարում են։ Մենք հարևաններ ենք, մենք պետք է հարևանների նման ապրենք։ Ոնց ես բացատրեմ, որ ավելի երկար տարի թշնամիներ ենք ելել, տարբեր հայացողություններ, բայց ոնց էլ որ հարևանություն պետք է անենք հարևանների հետ, իմ կարծիքով, ես տենց եմ գտնում ճիշտ է։ Նորմալ չեմ վերաբերվում, որովհետև խառ վիճակ է ու հաստատ կյանքում չեմ ընդունի Ադրբեջանը, դաժե եթե ասեմ, որ ուզում ենք համերաշխ ապրենք, որովհետև իրանք համերաշխությունը ուղղակի չգիտեն ինչ է։ Bir ana kimi mən heç nədən keçməzdim. Bir ana kimi keçməzdim. Amma gələcək var da, gələcək nəsil var. Bunu dövran göstərər. For now, I guess it's not that aggressive as it was 5, maybe 10 years ago, because I've seen a lot of videos with Pashinyan and Aliyev, which
who's drinking coffee and talking peacefully, I guess. But I don't know about. But for now, I guess it's not that aggressive as it was be. Ինչ-որ ժամանակ խաղաղ ապրել են իրար այդ մարդիկ, էլի կարան ինձ թվում է մի անգամ էլ կարան խաղաղ ապրեն։ Պրոստը ինչ-որ մի հատ բան կա, որ չեն կարամ ոչ այն մեկը այն մեկին զիջման գնա, ոչ այն մեկը այն մեկին զիջման կամ չգիտեմ, տենց ինչ-որ մի հատ պահա, որ բայց դա այսքանից հետո ինձ թվում է հələ խաղաղություն ագին ժամանակ դժվար առնելու։ Խաղաղություն լինի, չէ դա չի լինի, թուրքերի հետ խաղաղություն չի լինի, թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, չի լինի, երբեք չի լինի, խաղաղություն չի լինի։ Խաղաղությունը մեր բոլորին պետք է, եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ հուսով եմ, որ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի անպայման։ Պատերազմը լավ չի, ոչ մի լավ բան չի խոստանում։ Մենք տեսել ենք այդ պատերազմի ծանրությունը, գիտենք, այդ թվում բոլոր հանրապետություններն էլ գիտեն։ Թեկուզ վերցրեք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, տեսնեք ինչ է կատարվում։ Այնպես որ խաղաղություն ամենաճիշտ բանն է։ Պետք է պայմանագիր կնքել խաղաղության։ Azərbaycan hələ 30 il öncə Azərbaycanın torpaqlarını işğal eləmişdi və biz BMT nizamnaməsinə görə öz torpaqlarımızı azad eləmək hüququna malikik və bunu etdik. Amma heç vaxt bilirsiniz tarixdə qalib dövlət sülh tərəfdarı olmur. Amma bəlkə də Azərbaycan burada unikal bir dövlətdir ki, ilk dəfə sülh təşəbbüsü ilə çıxış elədi. Çıxış elədi ki, artıq bizim torpağımız bütövlənib, suverenliyimiz, ərazi bütövlüyümüz bərpa olunub. İndi gəlin sülhdən danışaq. Və çox qəribədir ki, Ermənistan hər bahanə ilə bu sülh prosesini uzatmağa çalışır. Düzdür, açıq-aşkar deyə bilmir ki, mən sülh istəmirəm. Bunu demək mümkün deyil. Amma sülh prosesini uzatmağa çalışır. Amma görünür bir dalana dirənmək bir vaxtında bir məqamı da olur. İndi Ermənistan təbii ki dalandadır və Azərbaycanın bütün şərtlərini, o şərtlər də ki qeyri-qanuni şərtlər deyil. Hamısı BMT nizamnaməsi daxilində olan, ona uyğun olan şərtlərdir ki, Ermənistanın konstitusiyasında bizə qarşı ərazi iddiaları var və bir də ki artıq heç vaxt funksiya göstərməyən bir grup vardı. O zaman lazımsız, mənasız bir grup vardı. Avropanın grubun adı yadımdan o kadar faaliyyətsiz olub ki adı da yadımdan çıxıb. Minsk qrupu, bəli, Minsk qrupu, bəli. Onun ləğvi, yəni artıq münaqişə yoxsa, konflikt yoxsa bu Minsk qrupunun fəaliyyəti tam gərəksiz bir şeydir. Formal, həmişə onsuz da formal olur. Amma indi de facto bu ləğv olunmalıdır.